Ազգային ժողովի հարգարժան խոսնակ, հարգարժան փոխխոսնակ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, նախ շատ շնորհակալ եմ հարցերի եւ ելույթների համար, հատկապես ելույթները կօգնեն մեզ ճիշտ կողմնորոշվել, մեր գործերում եւ կօգնեն զարգացնել մեդիա ոլորտը, պատասխանել մարտահրավերներին։ Իսկ եթե լուրջ, ես ճիշտ ասած ավելի կոնկրետ քննարկում էի սպասում, որտեղ այն խնդիրները, որ նկարագրեցի, նրանք իսկապես լուծման կարիք ունեն եւ որոշ սպառնալիքներ են ներկայացնում ոչ միայն մեր մեդիայի համար, այլ նաեւ մեր տեղեկատվական եւ լեզվական անվտանգության համար։ Ես իմ ելույթում նշեցի, որ առաջնություն չի մեր հասարակության համար այս մասնագիտական խնդիրները եւ բնական է, որ խորհրդարանը, որ արտահայտում է քաղաքացիների կամքը, ինքը նույնպես սա առաջնային չի համարում, բայց այնուամենայնիվ մի քանի հարցադրում եղավ, որին ուզում եմ եւ պարտավոր եմ պատասխանել եւ նաեւ օգտվելով առիթից եւս մի քանի հանգամանք նշեմ։ Տիկին Բաթոյանը հարց տվեց, որ երբ մենք առաջարկում ենք որոշ օրենսդրական փոփոխություններ, արդյոք մենք դրանով զբաղվել ենք եւ մեր առաջարկությունները տվել ենք, այո, մենք շատ ակտիվ ենք աշխատում, չնայած կարգավորող մարմինը օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, այնուամենայնիվ մենք աշխատում ենք եւ համապատասխան հանձնաժողովի հետ եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ տալիս ենք մեր կարծիքները, մեր նախագծերը, շատ ժամանակ ցավոք ուշադրության չէր արժանանում, շատ ժամանակ մեզ նույնիսկ քննարկումների չեն հրավիրում, բայց մասնագիտական կարծիքի անտեսումը հաճախ բերում է ոչ կատարյալ փոփոխությունների, ինչը ազդում է մեդիադաշտի զարգացման վրա։ Ես նույնիսկ ասեմ, որ երկու անգամ կառավարության հանձնարարական է եղել փոփոխությունների առումով եւ վերջի հանձնարարականի, երկրորդ հանձնարարականի ավարտը 2023 թվականի մայիսն էր, անցել է 2 տարի, դրա վրա ազդում են ցավոք նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հաճախակի կադրային փոփոխությունները, այս 5 տարվա մեջ մենք 5 նախարար տեսանք, բոլորի հետ աշխատել ենք, շատ արդյունավետ այսօր ենք աշխատում, շատ արդյունավետ, հույսով եմ, որ երկար փոփոխություններ չլինի եւ մենք ինչ որ բաներ միջև վերջ կհասցնենք, Տիկին Բաթոյան։ Միանգամից պարոն Սիմոնյանի հարցին պատասխանեմ, այո, ոչ միայն 100 տարվա մենությունը, 5-րդ տարիքը ցույց է տալիս բավականին թարմ եւ հետաքրքիր ֆիլմեր, ցուցադրում է դուբլաժով, ինչը շատ կարեւոր է, հա, եւ մենք գնահատում ենք այդ աշխատանքը։ Դեռ 2 տարի առաջ մենք վերից վար ստուգեցինք բոլոր պայմանագրերը, 5-րդ տարիքը պատշաճ գնորդ է եւ որևէ բան չենք կարող անենք։ Իհարկե մենք տեսնում ենք մեջը խնդիր եւ տեսնում էինք, որ այդ սերիալները հատկապես բավականին էժան գնով են գնվում եւ 2 տարի առաջ բոլոր թղթերը բնական է մեզ մոտ կան, մենք պաշտոնապես դիմեցինք Netflix-ին, որտեղ մեծամասամբ ֆիլմերը Netflix-ի են, մենք ստացանք պատասխանը Netflix-ից մոտ 4 ամիս հետո, եթե չեմ սխալվում, եւ պատասխանը այնպեսին էր, որ մոտավորապես բանն եմ ասում, հա, փիլիսոփայությունը դրա կոնցեպտը, որ մենք չգիտենք, մեզ դա չի հետաքրում ընդհանրապես, հա, ինչ ուզում եք արենք։ Բայց պայմանագրերը, որոնք կնքված են, հա, մի ընկերության հետ, որի նաեւ ղեկավարի հետ հանդիպել եմ, խոսացել եմ, որևէ հիմք մեզ չեն տալիս, որպեսզի դա մենք համարենք անօրինական կոնտենտ, եւ այդպիսիք շատ են մեր հեռուստաընկերություններում, որոնք իսկապես պայմանագիր են կնքում եւ ինչ որ բովանդակություն են գնում եւ նույնիսկ երկու միջազգային խոշոր կազմակերպություններ, ես դրա մասին կարծես ասել եմ, 2 տարի առաջ պաշտոնապես նամակ գրեցին եւ շնորհակալություն հայտնեցին ՀՌՀ-ին այդ գործում անզիջում պայքարի համար։ Ես ամենայն պատասխանությամբ կարող եմ ասել, որ մինչեւ 2019 թվականը մինչեւ 80% բովանդակության անօրինական էր։ Օրինակ մի հեռուստաընկերություն կար, որ այսօր չկա, որը 5 տարվա ընթացքում որևէ հեղինակային իրավունքի, հա, թույլտվություն չէր գնել։ Հիմա այդպիսի դեպքեր գրեթե չկան, եթե ելնում են մենք դրա համար պատժում ենք, այսքան այստեղ անելիք չունենք, բայց մյուս կողմից էլ տեսեք,
այդ նորագույն ֆիլմերը մենք նույնիսկ ողջունում ենք նրանց մուտքը շուկա, որովհետև այդ որակյալ բովանդակության համար Հայաստանը ավելի քիչ գումար է վճարում, քան կարող էր վճարել, այսինքն դրա մեջ մենք որևէ բացասական բան չենք տեսում։ Սա երկրորդը եւ երրորդը տիկին Լիլիթ Գալստյանին ափսոս չկա, չեմ սիրում բացակայության ժամանակ խոսել, բայց մի քիչ պիտի այս անգամ անկեղծ լինեմ, որտեվ նույն մեղադրանքները կրկնեց, ինչը նախորդ տարի տիկին Գալստյանը միայն խնայեց ինձ չխոսած իմ ժամանակին կալանավորված լինելու համար, ինչի համար շատ շնորհակալ եմ, եւ նորից խոսած քաղաքական զսպվածության մասին։ Ես ուզում եմ խնդրել բոլորին քաղաքական զսպվածությունը ձայնազուրկ լինելու, պահանջի հետ շփոթել։ Հանձնաժողովի որևէ անդամ ձայնազուրկ չի եւ ինքը իրավունք ունի արտահայտել իր կարծիքը։ Հակոբ Հովսեսը այն անձը չի, որին ես պիտի պաշտպանեմ, բայց ուզում եմ տիկին Գալստյանին հիշեցնեմ, որ Հակոբ Հովսեսը մեծ պոետ է, փիլիսոփա է, թարգմանիչ է, որը բնագրից թարգմանել է Ռիլկե, որը բնագրից թարգմանել է Նիցշե, որը թարգմանել է բնագրից Թոմաս Ման եւ Կարեն Սևասյան։ Եվ իր բոլոր ելույթները, որը բնականը հասանելի են, մեջը որևէ քաղաքական անզսպվածության էլեմենտ չկա։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ 3 կամ 4 տարի առաջ հանձնաժողովի այլ անդամներ իշխանության հասցեին լուտանքներ էին թափում, մահապատժի կոչեր էին անում, նրանք այսօր արդեն չկան հանձնաժողովում եւ տիկին Լիլիթ Գալստյանը դա չէր տեսնում։ Սա ինձ թվում է ազնիվ չի։ Նույնը իմ մասով ես իմ ելույթների յուրաքանչյուր բառի տակ ստորագրում եմ եւ կարող եմ նրանք կրկնել։ Երբ որ տիկին Գալստյանը ասում է, որ ես անհարգալից եմ վերաբերում եկեղեցուն եւ եկեղեցական առաջնորդներին, նա սուտ է ասում։ Այն ինչ ես ասել եմ Սրբազան առաջնորդի հասցեին, ես շատ մեղմ եմ ասել քաղաքական զսպվածությանը պահպանելով, որտեվ կրոնական սքեմ հագնող անձը ինքը վիրավորել էր ԱԳՆ բոլոր աշխատակիցներին, այդ թվում նաև իմ դուստրիկին անվանելով իրանց թուրքական գործակալ եւ կոչ էր արել իրենց բոլոր տվյալները հրապարակել եւ իմ աղջկա սպորտրեն հայտնվել էր մի քանի վայրերում Հայաստանի, որը աններելի արարք է եւ տիկին Գալստյանը դա չի նկատել։ Ես ուզում եմ կոչ անել բոլորս լինենք երկակի ստանդարտներով չարարչնորդվել եւ էլի կարևոր մի բան։ Տեսեք, մենք կարևորում ենք, ես դրա համար ասեցի, որ մենք շատ ենք ուզում, որպեսզի մեր հեղինակությունը բարձրանա մեր կարգավորող մարմնի, որտեղ նա եւ դրա համար ժամանակ է պահանջում։ Տիկին Գալստյանը ամեն ինչ անում է, որ այդ հեղինակությունը մնա ցածր մակարդակի։ Ինչու ես չեմ հասկանում։ Լինելով համապատասխան մեր հանձնաժողովի անդամ, գեթ մենք անգամ չի եղել հանձնաժողովում։ Չի ծանոթացնել մեր աշխատանքներին, չի փորձել օգնել, մենք բազմաթիվ դժվարություններ ունենք, եւ այսօր խոսում է ելի մեր կողմնակալ լինելու մասին։ Նախորդ եւ երկու վերջին զեկույցներում, մեր հաղորդումներում մենք խնդրել ենք բոլորին, ովքեր կասկածում են մեր որոշումների մեջ, հատկապես լիցենզիա տրամադրելու, գալ եւ ծանոթանալ բոլոր փաստաթղթերի հետ, նրանք բաց են։ Հարյուրավոր էջեր փաստաթղթեր են, որևէ անգամ չի եկել եւ հիմա խոսում է, որ մենք անօրինական զրկում ենք լիցենզիայից որոշ հեռուստաընկերություններ։ Եվ խոսում է այն հեռուստաընկերությունի մասին իմիջիայլոց, որի ղեկավարությունը նշանակվում եւ հանվում է այդ կուսակցության գերագույն մարմնի կողմից, ինչ օրենքով արգելված է։ Կուսակցությունները իրավունք ունեն հեռուստաընկերություններ ունենալ, նույնպես այդ բանը Լիլիթ Գալստյանը չի տեսնում։ Ինչի եմ ես այսքան սրա վրա կանգ առնում, որտեղ դա անարդար է։ Մեր ինստիտուցիոնալ կառույցները, սահմանադրական անկախ մարմինները պետք է կայանան, նրանք կարևորագույն այս լանդշաֆտն են մեր մեդիա համակարգի, ինչը համառորեն տիկին Գալստյանը չի ուզում տեսնի եւ դրան խոչընդոտում է։ Սա երկու կարևոր հանգամանք։ Տեսեք, արդարություն նորից խոսացվեց այստեղ, որ հատկապես համացանցը նա գեներացնում է եւ ապատեղեկատվություն, եւ թշնամանքի խոսք, եւ մանիպուլյացիաներ, այսինքն բոլորս դա հասկանում ենք,
Բոլոր քաղաքական ուժերը տագնապում են դրա մասին, բայց զարմանալիորեն դա փաստելով մենք որևէ բան չենք անում, որպեսզի դա փորձել կարգավորել։ Այսինքն բոլոր հանձնաժողովի կոչերը եւ ոչ միայն հանձնաժողովի փորձել կարգավորել այն, համացանցի հարթակները, այն էկոհամակարգը, որը այսօր իսկապես աղետներ է բերում մեր համար, որը ապակողնորոշում է այս ժողովրդին, քար լռության են մատնվում, սա մեկ եւ մի շատ կարեւոր հանգամանք։ Այսօր, երբ որ կա համացանցը, այս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պարագայում խոսքի սահմանափակման, ազատության սահմանափակման մասին, խոսել նրա մասին, որ մարդիկ կարող են ինֆորմացիա չգտնել, դա կներեք մեղք է արդեն։ Ինֆորմացիան ազատ ծորում է ամենտեղ եւ ես էլի կներեք մի փոքր չպիտի համաձայնվեմ, նույն ազատությունը եղել է նաեւ 90-ական թվականներին, հաստատ եղել է եւ այն ժամանակ, քանի որ հեռարձակողներ գրեթե չկային, կար մեկ պաշտոնաթերթ Հայաստանի Հանրապետություն եւ կա, ես իմ մոտ բոլոր այն ժամանակում անունները հանել եմ, կար 47 անուն, թերթեր, որոնք խիստ ընդդիմադիր էին իշխանություններին, այսինքն սա նորմ է, դրանից պետք չի վախենալ, վախենալը պետք ոչ թե ընդդիմադիր մամուլից, այն թշնամանքից, այն ապատեղեկատվությունից, որոնք այդ կայքերը, չկարգավորող որևէ ձև, նույնիսկ չգրանցված տեղեկատվական հարթակները փոխանցում են եւ ես նորից կոչ եմ անում, մենք լուրջ զբաղվենք եւ փորձենք սահմանափակել այդ այլ բառ չեմ գտնում խայտարակությունը։ Եվ մենք եւս հավաստիացում, մենք իսկապես համոզված ենք, որ մեր հանձնաժողովը, այսպիսի հանձնաժողովի ունակ է կատարել շատ ավելի բարդ գործառույթներ։ Նորից պետք է կրկնեմ եւ հետխորհրդային հանրապետություններում եւ ամբողջ Եվրոպայում եւ գրեթե բոլոր աշխարհում որևէ այդպիսի հանձնաժողով կարգավորման մարմին չի մնացել, որը ունի այսպիսի սահմանափակ լիազորություններ, ինչը նորից եմ կրկնում, ազդում է այս մեր լրատվական դաշտի վրա, եւս մեկ անգամ շնորհակալություն, որ լսեցիք, ձեզ բարի աշխատանք։